Ինչպես վերնագրված է պատգամը, որ ասում է լավագույնը տվող հայրը, ամենքս հոր զավակներ ենք եւ ամենքս հորից ծնված եւ միմյանց այդպես էլ կոչում ենք իբրև քույր եւ եղբայրներ։ Խոսքը սիրելիներ այդ շեշտադրումը անում է, որ գրված է Ղուկասի ավետարանի մեջ 11-րդ գլուխ 5-ից 13 համարներ։ Եվ նրանց ասաց. Ձեզանից ով է, որ բարեկամ ունենա կեսգիշերին նրա մոտ գնա եւ ասի. Բարեկամ, ինձ 3 հաց փող տուր, որովհետեւ իմ բարեկամը ճանապարհից ինձ մոտ է եկել ու ես ոչինչ չունեմ, որ նրա առաջ դնեմ։ Իսկ նա ներսից պատասխանի ու ասի. Ինձ նեղություն մի տուր, դուռն արդեն փակված է ու երեխաներս ինձ հետ անկողնում են։ Չեմ կարող վեր կենալ ու տալ ձեզ։ Ասում եմ ձեզ, եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա ու չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի կամ ինչպես բնագրում է ասում համառության համար վեր կկենա ու կտա նրան ինչ որ պետք է։ Եվ ես ասում եմ ձեզ, խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ կգտնեք, դուռը բախեք ու ձեր առաջ կբացվի, որովհետեւ ով խնդրում է, ստանում է եւ ով փնտրում է, գտնում է եւ ով դուռը բախում է, նրա առաջ բացվում է։ Ձեզանից ով է այն հայրը, որից որդին եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, եւ կամ ձու ուզի, միթե նրան կարիճ կտա։ Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան առավել երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Ամեն Աստծո կենթանի խոսքին կարող ենք նստել։ Ուրեմն հայր, մենք դիմում ենք Տիրոջը որդիական դիրքից եւ ովքեր են անձինք, ովքեր կարող են փառքերի Տիրոջը մոտենալ այսպիսի դիրքից։ Սիրելիներ, Հովանու ավետարան առաջի 11-րդ համար ասում է. նա յուրայիններին եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին, սակայն նրանց, ովքեր ընդունեցին նրան, հավատացին նրա անվանը, իշխանություն տրվեց Աստծո որդիները լինելու։ Մյուս համարի մեջ, որ առաջի Հովանին է, ասում է. տեսեք ինչպիսի սեր շնորհեց մեզ հայրը, որպեսի Աստծո որդիներ կոչվենք եւ իսկապես ենք։ Այսպիսին է մեր Աստված։ Եվ մեր հայրը մեզ այդ արտոնությունը տալիս է Հիսուս Քրիստոսի միջոցով դառնալու իր որդիները եւ ինչպես երգը երգեցինք, որ նա խաչի վրա մահացավ, մտաբերելով մեզ, սա էր այն գինը, որով մենք նույնպես պիտի կրենք այս որդիական դիրքը։ Եվ մինչ այս առակին անդրադառնալը աշակերտներից մեկը մոտենում է Հիսուսին եւ ասում. մեզ աղոթել սովորեցրու։ Չգիտենք, որ աշակերտը հստակ մոտեցավ եւ այս խնդրանքը խնդրեց Տիրոջից, բայց գիտենք, որ Հիսուս արձագանքեց եւ սովորեցրեց տերունական աղոթքը, որը եւ սկսվեց նաեւ հայր մերով։ Եվ շարունակելով Հիսուս նաև սովորեցնում է, թե ինչպես պիտի աղոթենք եւ ինչպիսի դիրքով պիտի մոտենանք Հորը եւ այս առակն է պատմում։ Սիրելիներ, առաջին հայացքից այս առակը մեզ համար կարող է քիչ անհասկանալի թվալ, սակայն եթե վերադառնանք այս հին օրերը եւ տեսնենք, թե ինչ էր կատարվում հրեական կոնտեքստի մեջ, կտեսնենք, որ այս ազգը շատ հյուրընկալ ազգ էր։ Եվ եթե մեկը ճանապարհորդում էր, օտար էր, նրանք պարտքն էին իրենց համարում ընդունելու, հյուրասիրելու, պատշաճ կերպով եւ ճանապարհելու։ Սակայն այստեղ տեսնում ենք, որ այս տան Տիրոջ դուռը արդեն փակված էր։ Երեխաները քնած էին, ինքը քնած էր եւ իր հարևանը, իր բարեկամը մոտենալով շարունակ թակում է դուռը։ Ասում է, որ երեխաներս արդեն անկողնում են։ Չեմ կարող գալ, բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ այս բարեկամը, որ եկել է իր բարեկամի համար փոխառելու, հաց վերցնելու, շարունակ ծեծում է դուռը։ Եվ ասում է, որ եթե անգամ այն բանի համար, որ բարեկամն է, դրա համար անգամ եթե չտա, այս համառության համար կվեր կենա, այդ նեղությունը իրեն կտա եւ կճանապարհի։ Առաջին հայացքից մեզ թվում է, որ Հիսուսը մեզ սովորեցնում է աղոթել համառորեն եւ մեր Աստված այնպիսի Աստված է, որ կարող ենք համառությամբ հասնել մեր ուզածին, մեր ցանկությանը, մեր խնդրանքներին։ Արդյոք սա այսպես է։ Ամենևին ոչ։
Որովհետև մեր Տերը իր խոսքի մեջ, իր շարունակության մեջ ասում է, որքան ավելի հայրը կտա ձեզ։ Եվ այստեղ խոսքը գնում է այն մասին, որ եթե անգամ մարդկայնորեն այս համառությամբ նա հասավ իր նպատակին եւ այս մարդը նյարդայնացած վեր կացավ եւ խնդրանքը շնորհեց, ապա Աստված, որ սիրող Աստված է, նա մեզ բարիք է անում եւ պարզագանքում է մեզ ոչ թե մեր համառության պատճառով, այլ որովհետեւ ինքը այդպիսին է։ Նրա արարքները, նրա շնորհները բխում են իր ինչպիսին լինելուց։ Եթե այս հարևանը ջղայնացավ, բարկացավ, հապա Հիսուս, հապա Տերը, մեր հայրը իր համար հաճելի է, երբ որ իր զավակները գալիս են իր մոտ, երբ որ իր որդիները գալիս են հոր առաջ խնդրելու։ Սա եզակի արտոնություն է տրված բոլոր նրանց, ովքեր ընդունել են Հիսուսին որպես իրենց Տեր ու Փրկիչ։ Մեկ նկար կար, որ շրջանառվում էր համացանցի մեջ, ուշադրությունս շատ գրավեց, այնտեղ պատկերված էր սև ու սպիտակի մեջ, ուրեմն Ջոն Քենեդին, որ եղել է ԱՄՆ-ում նախագահ ինչ ժամանակներում, եւ բավականին ազդեցիկ մեկն էր, բավականին մեծ ուժ ուներ, ներուժ ուներ մարդկային կողմից իբրև նախագահ, եւ այս նկարի մեջ իր երեխան մանուկը իր այդ օվալաձև սեղանի մոտ խաղում էր։ Անշուշտ սա եզակի արտոնություն էր իր զավակի համար։ Եվ գիտեք, սիրելիներ, Աստծո որդիները նույնպես ունեն իրենց եզակի արտոնությունը համարձակությամբ մոտենալու հորը առանց վախի, առանց երկմտանքի։ Տերը մեզ շնորհել է այդ համարձակությունը Հիսուսի շնորհով, Հիսուսի շնորհիվ մոտենալու իրեն։ Սակայն միևնույն ժամանակ մենք կարիք ունենք ըմբռնելու ով է մեր հայրը։ Նա զորքերի Աստված է։ Նա տերերի Տեր է։ Եվ ինչպես Մաղաքիա առաջին գլխի 6-րդ համարի մեջ է ասում, տղան մեծարում է իր հորը, իսկ ծառան իր տիրոջը։ Եթե ես հայր եմ, ուր է իմ մեծարանքը, եւ եթե ես Տեր եմ, ուր է իմ երկյուղը։ Ձեզ է ասում զորքերի Տերը։ Անշուշտ, սիրելիներ, մեր մոտեցումը այդ համարձակությունը գալիս է խոնարհությամբ։ Եվ երբ որ խոսում ենք երկյուղի կամ վախի մասին, սա չի նշանակում, որ տագնապում ենք Տիրոջից, կամ այնպիսի վախ, որը վնասում է մեզ։ Դա այդպիսին չէ։ Նկարագրված բառը երկյուղն է, որ նշանակում է խորը ակնածանք, մեծագույն հարգանք հոր առաջ, Աստծո առաջ։ Ուրեմն մեր որդիական դիրքը ոչ միայն ենթադրում է համարձակ մոտեցում, այլ նաև երկյուղ հորից։ Շարունակության մեջ մենք կարդում ենք, որ Տերն ասում է. ուրեմն ասում եմ ձեզ, եթե նրա բարեկամը լինելու համար էլ վեր չկենա եւ չտա նրան, ապա գոնե նրա թախանձանքի համար վեր կկենա ու կտա նրան ինչ որ պետք է։ Ուրեմն Աստված մեզ ոչ թե կտա մեր համառության համար, այլ կտա նրա համար, որովհետև ինքը սիրող հայր է։ Եվ հետո ասում է. եւ ես ասում եմ, խնդրեք եւ կտրվի ձեզ, փնտրեք եւ կգտնեք, դուռը բախեք ու ձեր առաջ կբացվի, որովհետև ով խնդրում է ստանում է եւ ով փնտրում է գտնում է եւ դուռը բախում է նրա առաջ բացում է։ Ձեզանից ով է այն հայրը, որից որդին, եթե ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա։ Աստված մեզ խնդրանքից հետո տանում է նաեւ գործառության, որովհետև եթե միայն խնդրենք, սա բավարար չէ։ Նա ասում է, փնտրեք, սա պահանջում է մեզանից գործառույթ։ Միայն աղոթելով թերի է։ Սակայն նրանք, ովքեր միայն գործում են, սա նույնպես թերի է։ Եթե մեկը միայն խնդրում է իր ողջ կյանքում եւ մատնված է անգործության, սա նման է, որ մարդը քայլի միայն մեկ ոտքով։ Եթե մեկը ամբողջ կյանքում գործում է, առանց աղոթքի, առանց Տիրոջը հանձնելու իր խնդրվածքները, սա նման է, որ մյուս ոտքով է քայլում, բայց միևնույնն է մեկ ոտքով։ Սակայն փառք Աստծո, երկու ոտք ունենք հստակ քայլելու համար, սիրելիներ։ Եվ խոսքը չի գնում այն մասին, որ մենք ինչ որ մեր սրտի կամեցածն է, պիտի Տիրոջից պահանջենք կամ ուզենք։ Նա ասում է. միթե
հորից խնդրելու դեպքում դուք որ հայր եք, ձեր երեխաները գան ձեզ մոտ եւ խնդրեն հաց, արդյոք կարիճ կտանք, կամ եթե ձուկ, արդյոք օծ կտանք նրան։ Միանշանակ ոչ։ Նա ասում է դուք որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ։ Անշուշտ մեր բոլոր գործերը չեն որ չար են, սա հասկանալու համար այն պետք է դնենք համեմատության մեջ։ Աստծո բարության առաջ մեր մարդկային ըմբռնումը այնքան նվազ է, մեր մարդկային մոտեցումները, շարժառիթները այնքան նվազ են, որ գրեթե հավասարազոր են չարության։ Այդչափ մեծ է Աստծո բարությունը եւ անհամեմատելի մեր մարդկային չափանիշներին։ Այսպիսին է մեր Աստված։ Եվ գիտեք, սա համեմատական է, որ միմյանց շատ նման են, օրինակ հրեական կոնտեքստի մեջ իրենց միջավայրում քարը եւ հացը, որովհետեւ այդ փոքրիկ քարերը նմանվում էին հացի։ Իրենց եթե օրինակ մութ ժամանակ գիշերով նայենք, դժվար էր տեսնել եւ հասկանալ կամ օծեր, որոնք լողում են ջրի մեջ, գիտենք, սրանք օծաձկներն են, նման էին ձկների։ Եվ ասում են, որ միթե սիրող հայրը կտա ձեզ ճիշտ հակառակը կամ սրա միջոցով ձեզ ծաղր կանի։ Նա շատ լավ գիտի մեզ ինչ է պետք։ Նա շատ լավ գիտի որն է մեր կարիքը։ Նա մեզնից ավելի լավ է ճանաչում մեզ եւ մեզանից ավելի լավ գիտի մեր շարժառիթները եւ թե ինչ ունենք մեր ներսում։ Սիրող հայրը անգամ եթե իր զավակը խնդրում է մի բան, որը շատ է փափագում, բայց եթե տեսնի, որ սա իր համար բարի չի, միանշանակ մերժելու է։ Բա որքան ավելի երկնավոր հայրը, երկնավոր ծնողը գիտի սիրելիներ, ինչ է մեզ իսկապես անհրաժեշտ։ Նա ամենագետ Աստված է եւ նա գիտի մեր անցյալը, նա գիտի մեր ներկան եւ նա գիտի մեր ապագան եւ նա շատ լավ գիտի թե դրանք ինչպես են միմյանց հետ փոխկապակցված։ Առաջին հայացքից գալիս ենք հոր առաջ համառությամբ խնդրելու բաներ, որ ուզում ենք այս պահին առնելու։ Բայց նա տեսնելով, որ դա մեզ վնաս է, արդյոք կտա թե ոչ։ Արդյոք սերը կտա մի բան մեզ, որը վնասելու է մեզ։ Միանշանակ ոչ։ Արդյոք կտա մի բան, որին դեռ պատրաստ չենք այդ պատասխանատվությունը կրելու։ Միանշանակ ոչ։ Միգուցե կբերի մեր կյանքերի մեջ իրավիճակներ, որ կպատրաստվենք այդ պատասխանատվությանը եւ հետո կշնորհի մեզ։ Սակայն այս ամենի հետ դժվար է հնազանդվելը։ Ընդհանրապես մարդկության համար դժվար է հնազանդվել մի բանի, ինչը համապատասխան չի մեր ցանկություններին, համապատասխան չի մեր ուզածին։ Հեշտ ենք հնազանդվում բաների, ինչը մեր սրտով է։ Իսկ եթե ինչ որ Աստված չշնորհի կամ մեզ մերժի, սիրելիներ, կատարյալ հնազանդությունը ճիշտ սրա մեջ է։ Երբ որ գիտենք, որ դա մեր ցանկությանը հակառակ է, բայց կատարյալ վստահություն ունենալով Աստծո վրա ընդունում ենք նրա կամքը, որովհետև աղոթքը ոչ միայն մեր հոգևոր շնչառությունն է, այլ նաև մենք աղոթքի միջոցով ասում ենք Հայր, թող քո կամքը լինի, ինչպես Հիսուս աղոթեց այս որդիական իրավունքով եւ ասեց Հայր, ոչ թե որ իմ կամքը լինի, հապա թող քո կամքը լինի։ Սրանով մենք բացվում ենք Աստծո առաջ, սրանով մենք բացում ենք մեր սիրտը, սրանով մենք բացում ենք մեր միտքը ընդունելու Տիրոջ կամքը, չնայած որ այդ պահին այդքան էլ լավ չի մեզ համար։ Նա զորքերի Աստված է։ Ում ենք ամենաշատը սիրում հաճեցնել, եթե ոչ նրան, ում ամենաշատն ենք սիրում։ Ուրեմն թող մեր վարմունքները, մեր գործերը իսկապես ամեն օր հաճեցնեն մեր հորը եւ կարողանանք այնքան մտերիմ լինել նրա հետ, որ իմանալով իր կամքը, ինչպես այս աշակերտը կամքին համապատասխան բան խնդրեց, ասելով, որ սովորեցրում ես աղոթել եւ ստացավ իր պատասխանը, նույնպես էլ մենք
այս կամքի մեջ մնանք։ Եվ նա ցույց է տալիս, որն է մարդկության համար ամենակարևորագույն բանը, լավագույնը, որ կարող է մարդ խնդրել Տիրոջից։ Եվ նա ասաց. որքան առավել երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Նա ոչ միայն ցույց տվեց, նա ոչ միայն սովորեցրեց աղոթել, հապա նաև ցույց տվեց ինչ խնդրենք ամենից շատ մեր Տիրոջից, եւ որն է մեծագույն պարգևը, որ մարդը երբևիցե կարող էր առնել Աստծուց, դա նրա հոգին է։ Դա նրա հոգին է։ Ինչու կարիք ունենք մենք Աստվածային հոգու։ Սիրելիներ, մենք հոգին ստանում ենք իր շնորհով եւ որպես գործողություն, որպես մեր կողմից արձագանք, դա հավատքն է այն կանչին, որ Տերը փրկագնում է։ Մենք ստանում ենք փրկագնման հոգին, սակայն ուսումնասիրելով այս կոնտեքստը նաև հասկանում ենք, որ այն բխեցնում է շարունակականություն, որովհետև գրված է շարունակ թակեք, շարունակ խնդրեք, շարունակ փնտրեք։ Ուրեմն, երբ որ ստացանք Տիրոջ հոգին, սա չի նշանակում, որ վերջ։ Մենք կարիք ունենք նրան ամեն օր ավելի մոտենալու եւ նրան ամեն օր ավելի ճանաչելու։ Ես չեմ ուզում այսօր լինեմ այնպիսին, ինչպիսին որ երեկ էի, ոչ էլ ուզում եմ վաղը լինեմ այնպիսին, ինչպիսին այսօր եմ։ Ավելի շարունակ թակեմ, ավելի շարունակ փնտրեմ Տիրոջը, գտնելու այն հոգու պարգևները, որ Տերը մեզ շնորհում է եւ պատրաստ է շնորհելու։ Ինչ է անում Սուրբ Հոգին մեր կյանքում։ Բացի փրկությունը, նա նաև մեզ սրբագործում է, նա նաև մեզ փոխակերպում է։ Այս աշակերտները չասացին սովորեցրում ես հրաշքներ անել, չասացին սովորեցրում ես քարոզել, ասացին սովորեցրում ես աղոթել, որովհետև նրանք տեսել էին Հիսուսի կյանքում այդ աղոթքի կյանքը եւ նրանք տեսել էին այդ բոլոր պտուղները, որ նա քաղում է աղոթքի մեջ։ Նրանք տեսել էին, թե որչափ է Հիսուսը իր հոր հետ այդչափ մտերիմ։ Եվ աղոթքն է այն միջոցը, որով մենք մտերմանում ենք Աստծո հետ, որով մենք ավելիով ենք մոտենում նրան։ Եվ հնարավոր չի, որ մենք մեր աղոթքներում ցանկանանք հոգու մեջ ավելի խորանալ, հոգու մեջ ավելի խորասուզվել եւ Աստված մեզ մերժի։ Ոչ, նա մարդ չի, որ սուտ խոսի։ Նա խոստացավ ու ասավ, որչափ ավելի Հայրը պատրաստ է իր հոգին շնորհելու ամեն մեկին։ Ուրեմն սիրելիներ, մեր համառությունը չի, որ Աստծուն կշարժի որևէ բան մեզ տալու համար, հապա իր սերը, եւ իր սերը այսօր պատրաստ է տալու մեզ եւ հարաբերությունների մեջ ավելի մեծ մակարդակի վրա հանելու իր հետ ամեն օր, ինչքան որ ուզենք։ Թող Աստված օրհնի ամեն մեկիս, որ այս ամենի մեջ թուլասիրտ չգտնվենք, հապա իսկապես այն հոգին, որ մեզ տվեց, այդ հոգով բորբոքվենք իր անվան փառքի համար։ Ամեն։